Ինչ կցանես, այն էլ կհնձես։ Բարև ձեզ, հարգելիներս։ Այս աստվածաշնչային բառերով որոշեցի սկսեմ այսօրվա իմ խոսքը, նվիրված հենց Աճապահյանի դատավճռին ու դատական համակարգին։ Ու տեսեք, հարգելիներս, ու սա թող ուշադիր լսեն քպեականները եւ նիկոլականները, էլի, եւ Նիկոլ Փաշինյանը անձամբ, որտեւ ինչը ասում ես ասացվածքը, էլի, այս խոսքը Աստվածաշնչից, Նոր Կտակարանից, նամանավանդ, ինչ ցանես, դա էլ կհնձես։ Աճապահյանը 62 տարեկան մարդ է, տղամարդ է, ու տեսեք, այնպես չի, որ հայկական հայաստանյան դատական համակարգը ազնիվ արդար էր ու նոր Նիկոլի իշխանություն գալուց հետո պղծվեց, որին ինքը տարիներով, տասնամյակներ կարելի ասել, աչք փակել։ Տեսեք, ես իմ գիտակից կյանքում երբեք չեմ հավատացել ու չեմ ընդունել, որ Հայաստանում կա ազնիվ արդարադատություն կամ դատական համակարգ, դատախազություն կամ ոստիկանություն։ Հայաստանի ընդհանրապես դատական համակարգում եւս Ֆեմիդայի արձանն է դրված, բայց ավելի շուտ պետք է դնեին ինչ-որ մի հատ առևտրական գրպան, մեծ գրպաններով արձան, էլի, ոչ թե Ֆեմիդան, փակած աչքերով։ Որտեղ մեր դատական համակարգը ի սկզբանե եղել է կոռումպացված, որի ականատեսն ու վկան է եղել ամբողջ հայ ժողովուրդը, ինչպես եւ Աճապահյանը։ Բայց լռել է ու այսօր սենց կոպիտ կլինի ասել, բայց այդ իսկ սրած բիզը մտավ իրա քամակը։ Ու նույն Շարմազանը, ինչ են, Քյաչալը, Աշոտյան, որ բռնվեցին, դարձան քաղ բանտարկյալներ, սենց ասած, որտեղ իրանք լռել են, իրանք այդ նույն ժամանակ դա իրանց ձեռ է տվել, այդ ձևի համակարգը։ Ես օրինակ տեսնում եմ, ինչքան են հիմա ընկած, ոնց որ տրենդի մեջ լինի, էլի, ոնց որ մետադիչկայա իջել, օրինակ, աջակցեք Աճապահյանին։ Լսեք, այս 34 տարվա մեջ ինչքան անմեղ մարդու ճակատագրեր է խեղել հայկական դատական համակարգը, քանի անգամ այդ մարդկանց աջակցեցիք։ Որ այսօր ինձ էլ հələ մի հատ էլ հաթաթա բան են անում, գրում են, բա դու ինչի չես խոսում։ Բա դու ինչի չես բան անում, էլի քո աջակցությունը հայտնում Աճապահյանին։ Ես էլի եմ ասում, այդ մարդկանց է գրել եմ, ասում ես դատական համակարգից շատ եմ խոսացել։ Ինձ համար Աճապահյանը եւս մի մարդ է, զոհ է այդ դատական համակարգի։ Պարզապես նա վերին արտին ցորենն է, հասկանում եք, դրա համար բոլորը խոսում են, վայ, տեսեք։ Իսկ որ սովորական մարդ, ում անունն էլ չգիտենք։ Այս տարիներով, տեսեք, դատվել են, անհամաչափ վճիռներ են կայացվել, սրա մասին երբեք ոչ մեկ չի բարձրաձայնել, չի խոսացել։ Տեսնում եք ոնց է ստեղից այնտեղ վազվզում եւ ակտիվացել ահավոր են բանը Էդմոն Մարուքյանը։ Էդմոն Մարուքյան, այդ ուրիշների դեպքում ինչի չես ակտիվանում։ Կարող է նոր պղծվեց Հայաստանի դատական համակարգը։ Քո օրոք ազնիվ դատարաններ, ասենց օրինակելի, որ ամբողջ աշխարհը կարող է գար բանաներ, էլի, ասենց պրակտիկա անցնել Հայաստանի դատարաններում։ Դատավորների դեմքերի նայում ես կաշառակերությունն ու պիղծ մարդու հոգին աչքերներից թափում էր նկարներից։ Նենց որ մեր դատական համակարգը, սա պետք է այսօր առաջին ուշադրություն դարձնեն հենց քպեականները, բան Նիկոլ ու դու, որ վաղը մերոնք եկան իշխանության, նորմալ ուժեր էլի, որ ձեզ նույն օրը չգցեն, որ լինի ազնիվ անաչառ դատական համակարգ, չկախված եւ օրվա իշխանություններից, չենթարկվի դատական համակարգը օրվա ռեժիմների կամ համակարգի քաղաքական ծրագրերին եւ գաղափարներին։ SMS-ով արդարադատություն չլինի, որը միշտ եղել է։ Այս ամեն ինչը պետքա մտածեք, հասկանում եք, հենց քպեականներ, որտեղ ձեզանից հետո իշխանությունն է փոխվելու։
Թեկուզ եւ տեսեք իշխանություն չի փոխվել, այն բարձր թրջող, ասենց ասած, ծտերը բոլորը գեղեցիկ իրանց համար ապրում են։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, քչենք այնտեղ նրանց այդ նախարարներ, բաներ այդ մեծա մի քանի sense թուլապայ այնտեղ բան ռենջ ժամկետանց էլի կատալիզատորը լցված կտանեն, կհանձնեն, կասեն տեսեք ժողովուրդ բան վերցրեցինք։ Իսկ Աջապահյանը պարզապես տեսեք, դա ասենց ասած այդ համակարգի մեջից միացին զինվոր էր, պեշկա էր, որ ժերտվա տվեց նույն համակարգը։ Ու սա թող դաս լինի բոլորին։ Նրանց, ովքեր վաղը պետք է գան իշխանության։ Ես օրինակ երբեք չեմ բանանում էլի նույն Աջապահյանին, նա ինչ էր լռում, երբ տեղի ունեցավ մարտի 1, երբ տեղի ունեցավ գնդի գորետ դեպքերը, Սարի թաղ տեղի ունեցավ, այն էլեկտրիկ Երևան տեղի ունեցավ, այդ ինչի էր լռում։ Այդ ինչի են ժամանակ նույն եկեղեցին ու նույն Աջապահյանը չէր նզովում օրինակ դաշնակներին, հանրապետականներին, Քոչարյանականներին սենց ասած էլի, նրանց եկեղեցուց չէր վտարում, չէր ասում նրանց երեխեքին չենք կնքի, նրանց չենք պսակի, քելեղ չենք տա, հոգեհաց։ Ինչի։ Հիմա սկսել է խոսալ եկեղեցին, հասկանում եք։ Դրա համար ես սթափ եմ դատում, նայեք, ես էմոցիաներին չեմ տրվում օրվա պահի տակ, էլի, ոնց որ բոլորը նայում են, ասում են, դե սա խոսում են, ես էլ նույն ձև խոսամ, էլի։ Ես մեր եկեղեցուն շատ հարցեր կա, էլի, շատ, այնքան հարցեր կան։ Մեր եկեղեցին ոնց է աջակցում հենց կրիմինալին, քրեական ենթամշակույթին։ Որ նայեք բոլոր նրանց այդ սեղանների զարթնա մի հոգևորական։ Այս նույն Մերձավանի դեպքերը, որ եղան այդ ողբերգական, դա ում պարտությունն էր, սենց ասած, դա հենց Աջապահյանի պարտությունն էր։ Դա իր շրջանն է, կարծեմ հենց եւս Եղարքունիքի մարզի մեջ է մտնում, Շիրակի մարզի մեջ է մտնում բանը հենց Մերձավան համայնքը։ Դուք տեսեք ամբողջ համայնքում հիմա բանի համայնքապետը այդ Փարաքյար դարձավ մարդ, ում հայրը եղել է Մերձավանի գյուղապետը, տեսեք, հերը գյուղապետ, տղեն համայնքապետ, այդ մեծացված համայնքի, այն մի տղեն գողագան, այ ճշտի ասպետ։ Դուք պատկերացնում եք այդ գյուղում ինչ է տիրել։ Որ տեղի է ունեցել վենդետա, այդ վենդետա այդ երևույթը։ Այդ գյուղում ապրել է մի ընտանիք, որը եղել է գյուղում համ երևի դատավոր, համ ոստիկան, համ դատախազ, համ դատավոր, ամեն ինչ իրանք են եղել։ Ու սա մի տարվա պատմություն չի, 10 տարվա պատմություն չի այդ ընտանիքի պատմությունը։ Ինչ է նշանակում մարդուն սպանել, որ ինչա փողոցում չի բարևել։ Կամ մեքենան արագ է քշել, դա չհասկացանք, դա այդ գողագանը այնտեղ այդ նրանք այնտեղ արդեն գայի տեսուչներ են, ինչ են, որ մարդ են սպանել դրա համար, նա էլ գնացել վրեժ խնդիր է եղել, դե հիմա դա վարկածներից մեկն է, բայց խելամիտ։ Էս տեսեք, սա հենց Աջապահյանի պարտությունն է եղել, որ ինքը դասարակել այդ ձևի անառողջ համայնքներ, ու այդ ձևի համայնքներ Հայաստանում շատ կան։ Դրա համար եմ ասում, մեր գյուղերում, համայնքներում կան այնտեղ բաներ, էլի, ֆեոդալական կարգեր այնտեղ։ Այնտեղ շատ այդ համայնքապետեր, գյուղապետեր կան, կարող են հայտարարեն առաջին գիշերվա իրավունք։ Աջապահյանի տերտերն է կգա կոշնի այդ առաջին գիշերը, որ թազա հարցին բերեն գյուղապետը բանան, էլի, в общем, հասկացաք։ Այս մթնոլորտը ում օրոքած աճ է զարգացել, եկեղեցին, որ պետքա բարոյականություն քարոզել է եւ զբաղվել է անբարոյականությամբ։ Դուք նայեք ինչքան կրիմինալ կա, քրեական այդ եկեղեցու հետ ինչ լավ են, ինչ լավ հարաբերությունների մեջ են։ Նկարներ, իրանց եկեղեցիներ վերանորոգեն, փողեր տան, մարդկա Հիսուսի արձանական ասում, հասկանում եք, այդ ես հռոմեացիները որ իմանային Հիսուսի կողք երկու հատ ավազակ պետքա խաչեն
ու դրանից ոգևորվեն հայերը, կրիմինալը ամենամոտն է Աստծուն կանգնած, ասեն։ Դրա համար Հիսուսի կողքը երկու հատ բան խաչվեց, էլի Հիսուսն էլ ասեց կգա կողքս կնստեք, նենց որ կրիմինալին բրախոդատվել Հիսուսը, ըստ այդ գողական աշխարհի, դրա համար տերներ ու եկեղեցի ու քրեական հեղինակություններ, տեսեք ինչ իրար մոտիկ են, ինչ իրար նման են, ոչ գողական իրավունք ունի ամուսնություն բանանի ընտանիք կազմի, ոչ էլ տերերը Են մեկին խաչադրում են, են մեկին էլի խաչերով կնքում են, դնում են, էլի, տեսեք, ինչ իրար շատ մոտիկ մշակույթներ են։ Բայց եկեղեցին պետք է զբաղվի իր գործով, օրինակ դասյարակի բարոյական հասարակություն, համայնքներ, բայց չկա դա մեր եկեղեցու մոտ։ Քանի հոգու եկեղեցին հենց բան արեց, էլի, ոնց են ասում, նզովեց։ Սերժին, Քոչարյանին կամ ոչ մեկի, տեսեք, ոչ մի գողագանի, ոչ մի մարդասպանի, ոչ մի հանցագործի, բոլորը կարող են գան եկեղեցուն նալոգը տան, ներվեն, անունները գրեն եկեղեցու պատին, նկարները վեհարաններում կախեն, ասեն դուք սրբադասվեցիք ձեր էս բան էլի, ինչ էր անունը, որ Հռոմում կար, բանը, ինդուլգենցիան առակ, հիմա գնացեք կարող եք հանգիստ էլի մեղքեր գործեք միջև մյուս ինդուլգենցիայի վճարում էլի այս է եկեղեցին մեր էլի եկեղեցին պետք է օրինակ նույն ինչով պետք է զբաղվեն էլի քրմապետերը տեսեք ժամանակին քրմեր էին դառան հիմա նրանք պետք է զբաղվեն օրինակ հիվանդներով զբաղվեն էլի ծանր հոսպիսներ որ կա որ ծանր հիվանդները մահացու նրանց հետ պետք է զրույցներ ունենան նրանց պետք է օգնեն մխիթարեն հասկանում եք այն ծերերին ավելի դրախտ խոսք տան այս սրանով թող զբաղվեն էլի մարդկության առաջի օրվանից ի վեր դրանով է եկեղեցին զբաղվել Էդ է միջնորդ է հանդերձյալ աշխարհի ու կենթան ներկա աշխարհի միջև դրանով պետք է զբաղվի տեսեք մահմեդականների մոտ ինչ ասում է այ գնայց ես արա հետո կգնաց 40 կույսերի հետ բարդելում կապրես գինի կխմես այն մեկի մոտ ասում է տես որ մեզ լավ չնայեցիր բուդդիզմի մոտ էլի կգնաս կդառնաս խոզմոզ այնտեղ տարական հոգիդ այնտեղ կմտնի բեզի լավ նայիր որ լավ տեղ ընկնես մի խոսքով էլի այս է իսկ մեր մոտ ընկել են քաղաքականության մեջ արդեն Ես մեկ նայում էի հոդված ունեի վաղուց գրած էլի այն Իտալիայում բան կար մի հատ Սավանարոլա կար էլի միջնադարում այն էր եկեղեցին ժողովրդին խափում բանանում գնում են տներից մարդկանց հանում ծեծում ասենց էլի շքեղության դեմ պայքար են հայտարարել նկարներ բան շատ անջարեղ կտավներ են կործանվել էլի նրա պատճառով վերջում ինչ արեց իշխանությունները Այս տերերին կրակի վրա վառեց։ Մի հոգի էլ կար բանում են։ Ինչ էր Ռուսաստան, Գաբոն, արյունոտ կիրակին կազմակերպեց էլի։ Նրա վերջինը տվեցին։ Դրա համար հայ տերերներին մի բան ասեմ, երբ որ տերերը քիթները խոթում են քաղաքականություն, արդյունքում հաղթում են իշխանություններ, էլի։ Իսկ իրանք միջև այդ կախվել է կարծեմ, թե գնդակահարվել է Գաբոնը, իսկ Սավոնարոլան վառվել է։ Հենց որ եկեղեցին թող զբաղվի իր գործերով էլի այնտեղ տատի պապիներին աստծո արքայության ճանապարհը ցույց տա ոչ թե քաղաքականություն մտնի այդ միևնույնն է որ տաքսիստը գնա դառնա բան նեյրոխիրուրգ ուղեղի վրա օպերացիան էլի Դեսա իսկ բանը տեսեք դատական համակարգիչը շատ եմ խոսացել դա մի օր չեմ որ ասել եմ էլի որ ամենակարևորագույն բանն է որ պետք է փոխվի Հայաստանում Սակայն հիմա մեր ժողովուրդը ես շատ եմ կարդում ես Վարդան Ղուկասյանի դատավճռից հետո ինչ ձև են վերաբերում արդարադատության նկատմամբ հավատները կորցրել են նամանավանդ ինձ այդ ամերիկյան էլի որ ամենա ազնիվ դատական համակարգերից մեկն է ես ինչքան էլ չսիրեմ իրանց քաղաքական փիլիսոփայությունը քաղաքականությունը Միացյալ Նահանգների եւ արևմուտքի sense ասած որտեվ դա խոշոր բիզնեսի քաղաքականություն է, բայց դատարանները նրանց մոտ արդար են եղել։ Եվ այս Վարդանի դատավճիռը որոշ չափով շատերի մոտ շատ սխալ տպավորություն թողեց, էլի, այդտենց պետք չի։
Ձեզ մի բան ասեմ, օրինակ բրիտանական կայսրությունը շատ երկրները ավերել, կեղեքել, հարստությունները հանել, բայց որտեղից որ դուրս է եկել, մի լավ բան է թողել, ազնիվ դատական համակարգ։ Հասկանում եք, դες այդ նույն Հնդկաստանը ինչ օրն են գցել, ռեսուրսները տարել, թալանել, բայց դատական համակարգը մինչև հիմա աշխատում է, բրիտանական, որ թողել են Հնդկաստանում։ Հենց որ նույնն էլ Միացյալ Նահանգներում է, նույնն էլ շատ եվրոպական երկրներում է, ու շատ տեղ, դրա համար դատական համակարգին ես հավատում եմ, որ կարելի է բարեփոխումներ անել։ Դրա համար ես բազմիցս համ իմ ընկերների հետ եմ, որ խոսում ենք մեր այս երրորդ ուժի այդ շրջանակներում, որ պետք է Հայաստանում բերվի պրակտիկան էլի այդ ատենակալների, որ այդ դատավորից մեկ անձից կախված չլինի վճիռը, այլ ատենակալներից։ Ինչպես հենց Միացյալ Նահանգներում, որտեղ Հայաստանը փոքր երկիր է, այդ համակարգը կա կլանային, բարեկամ, քավորսանիկ, դրա համար Հայաստանում պարտադիր պետք է կիրառվի ատենակալների այդ ինստիտուտը դատական համակարգում։ Իսկ Աճապահյանի դատը ես էլի եմ ասում, այդ մարդու խոսքերը եղել են, ասենց ասած, աֆեկտի մեջ, էլի, մեր ամբողջ հայազգը մինչև հիմա աֆեկտի մեջ է, ասենց ասած, էլի, այդ 44-օրյա պատերազմի այդ պարտությունից հետո, էլի։ Ես որ մեծամասնությունը ամենավերջին իրանց երազանքներում կեղեքում են, սպանում են, կախում, գլուխները կտրում, վառում, մեր բոլոր իշխանավորների, Նիկոլից սկսած, Չոր Լևոնով վերջացրած, էլի։ Հենց որ այդ արտահայտությունները բոլորի շուրթերին է, որ սաղին վառել է պետք, բոլորին սպանել է պետք, բոլոր դա այս ձև է այդ հոգեկան վիճակը, աֆեկտը, որ այսօր երկիրը գտնվում է, էլի։ Նույնն էլ Աճապահյանը։ Նույնն էլ ես էլ կարող է թույլ տված լինեմ այդ ձև, էլի, այդ վիրավորանքից հետո, էլի, նամանավանդ, որ Ալիևի այդ բառերը լսում ես կամ նրա մի ելույթ տեսնում ես, ոնց է մեզ ստորացնում, ուզում ես ամեն ինչի չափ ու սահմանը ուղեղը թռնում է, կարող է շատ բան էլ դուրս տաս, էլի։ Շատ բան միգուցե եթերով կամ հանրային դաշտում, էլի։ Դա համար այս դատավճիռը իսկապես դա դատավճիռ չէ, դա ծրագրված մեկուսացում էր, էլի։ Ընտրություններից հետո կարող է թե ԿՓ-ն հաղթեց, կարող է բաց թողնել։ Կարևորը միջև ընտրություններ Աճապահյանին միտեղ պահեն, էլի։ Դժվար թե այդքան երկար մնա։ Ով գիտի Նիկոլը որ ընտրվի, իր ներսը ասել է, ասել այ որ ընտրվեմ, ամնիստիա կանեմ։ Դա համար հիմա թող ասում Աճապահյանը ձենը կդրի նստի այնտեղ միտեղ բեգոն այնտեղ օրը գա գիտի Նիկոլը որ ինքը ազնիվ չի այդ դատական այդ վճիռներն էլ էլի բայց Նիկոլը չի գալու պետք է երրորդ ուժը գա ասում են պետք է մի հատ մաքուր ուժ ձևավորվի որ գա այս առանձին թեմա է էլի որին նվիրված մի հատ հաղորդում կլինի շուտով երևի ընկերոջս հետ անենք նորը խոսացինք Դուրումյան Գևորգի հետ որտեղ ինքն էլ ունի ասենց ասած շատ կասկածներ որ մարդիկ չեն հավատում որ հնարավոր է ազնիվ ձևով ընտրություններ հաղթել էլի նվիրված այդ թեմային հենց որ դա կանադառնանք այդ ձևի նամակներ շատ կան իրար հետ էլի որտեղ հարցերն էլ է շատ ու կփորձենք քննարկենք դուք էլ լսեք որ դա հնարավոր է որ մի բան փոխվի այս երկրում էլի այսքանը ժողովուրդ ջան էլ շատ այսօր գլուխները չտանեմ այդ որ հաջողություն ու խոսքերը որ կա ինչով որով սկսեցի էլի որ ինչ կցանես այդ էլ կհնձես այս որոշ աղբյուրների այդ խոսքերը պատկանում են այդ բառերը Ցեցերոնին հռոմեացի քաղաքական գործիչ փիլիսոփա եւ ըստ որոշ տվյալների ու աղբյուրների էլի ասում են Աստվածաշունչը խմբագրելու ժամանակ դե հաճախ ա եղել տիեզերական ժողովներ ունդեղ փոփոխություններ են մտցրել էլի մարդիկ այլ բառերը ներառվել են եւս վերախմբագրման ժամանակ եւ վերագրվել են ինչ որ մի սրբի որ նա է ասել այսքանը հաջողություն